որովհետև վերջի վերջո ինչ որ արվում է, երբ որ ինչ որ բան արվել է եւ ազգային դիկտատորների կողմից, նա հենվել է ազգի ակտիվության վրա, երբ որ մենք ասում ենք դիկտատորը պետք է չմոռանալ, որ դիկտատորի օրենքը դա սերն է։ Այսինքն դիկտատորը առաջի հերթին պետք է սիրված լինի ենթադիկտատորից, այսինքն պետք է նա սիրված լինի։ Դա շատ հետաքրքիր հարաբերություն է, ոնց որ հայրը որպեսզի կարողանաս տիպի կատարել այն, այսինքն կատարել իր կամքը։ Դու պետք է համոզված լինես, որ հայրը, երբ որ քեզ ստիպում է, պահանջում է, դա սիրուց է։ Եթե դու համոզված չես, եթե դու չես տեսնում այդ գործողությունների մեջ քեզ վայր դիկտատորի, իհարկե, իսկ սերը դա պետք է ունենա ընդհանրություն, ընդհանրապես Անի ջան, ասես խոսք է, ասում է սերը էդ այն չի, որ երկուսը նայում են միմյանց, այդ սերը այն է, որ երկուսով նայում են երրորդին։ Ընդհանուր մի բան, որը եւ հասարակությունը եւ անհատը նայում են այդ բանին, այսինքն ինքնանվանված, այսինքն պետք է հայտնաբերվի հայկական վտանգը, ինչի հետ համաձայն չի հայի հոգի սիրտը, հետևապես ըստ այդ վտանգի կառուցել սեփական դոկտրինը։ Քանի որ մենք սովորենք դարերով, որ մեր դոկտրինը վտանգը արտակուստ է եւ պրիմիտիվ, ֆիզիկական, երբ որ մենք չենք տեսնում ֆիզիկական վտանգը, մենք ապակողմնորոշվում ենք։ Միմյանց նկատմամբ։ Հա, նախ կասկածամիտի վրա, հետո գիտես ինչ, սենց է, երբ որ լինում է ազգային իդեան, ես էլ մի անգամից ասենք, որ հարցերը հետո գա, եթե կա որոշակի ինչ-որ նպատակ, դրա շուրջ հավաքվում է սիստեմ, ճիշտ է, պետք է կազմակերպվել, իսկ եթե կազմակերպվում ես, հետևապես քո առջև կարող է ուրիշ ավելի հզոր կազմակերպություն, իսկ դա կարող բերել վտանգի մեծ վերանալու։ Միգուցե ես հիմա ասում եմ տարօրինակ բան, բայց մենք, փաստորեն, որ մեծ վտանգները գալիս են, երևի մեր տեղն են ստեղ այդ դարերի ընթացքում, որ մենք տեսել ենք Բյուզանդիոնը, Ասորեստանը, Հռոմը, Պարսկաստանը, մենք արել ենք երևի մեր եզրակացությունը։ Մեծ վտանգի դեպքում բաժանվել ենք փոքրիկ միկրոկոսմերի, այսինքն Անի ջան, ընտանիք ինստիտուտը։ Այդպես գոյատևել ենք։ Մենք մտածում ենք գոյատևման մասին, ոչ թե հաղթելու մասին, ոչ թե ինչ-որ գոյատևման։ Դրա համար, եթե մենք հիմա ինչի չենք հայտարարում հայկականիը, որովհետև վախենում ենք սիստեմ ստեղծվի։ Եթե սիստեմ ստեղծվեց, ուժեղ սիստեմը կգա մեր վրա։ Մենք կարող ենք վերանանք ֆիզիկապես, բայց դա թույլատրելի է, իմ կարծիքով, թույլատրելի է անպետականության ներքո եւ կատեգորիկ թույլատրելի չի, ասում եմ իմ կարծիքն է, պետության ներքո, բայց քանի որ պետությունը մենք չենք նախաձեռնել, այն պատմականորեն մեզ ստանձնվեց, մենք հիմա շարունակում ենք վարել մեզնից, ոնց որ պետություն չեն ունենում։ Այսինքն հին հայկական մենտալիտետը, հայկական ընտանիք ինստիտուտը հայկական պետության թշնամին է, հայկական պետության ստրուկտուրը, անիստը կարևոր է, ստրուկտուրը սիստեմ չի։ Սա ստրուկտուրա։ Այսինքն որքան մենք միշտ վախեցել ենք նրանից ֆիզիկական վերացումից ենք միշտ վախեցել։ Երբ փորձել ենք մեր ընտանիքներով այսպես ամփոփվել, ընտանիքները որպեսզի կարողանանք գոյատևել, եւ հանկարծ որքան որ այդ ընտանիքը մեզ օգնել է, որ պետությունը պահպանվի մեր կամ մենք գոյատևենք, կներեք, մենք գոյատևենք, ոչ թե պետությունը պահպանվի։ Նույնքան էլ այդ նույն ընտանիքը խանգարում է, որպեսզի պետություն լինի։ Հա, որտեղ պետություն ասածը Անի ջան իսկույն ճշնամի է։ Հենց ասում էի, իդրեմ արես, մենք սա պետական է, թե սեփական աղբյուր ջան։ Թե պետական է, հերն արվից աս, թե սեփական է ցավը տանեմ։ Այդտեղից գալիս է խումբ, թայֆա, կուսակցություն, խմբակայնություն, բայց երբ որ չկա պետություն, դա գործող է, ոնց որ մեր ջոկատները ֆիդայինական, դրանք ինչ էին, այսինքն այն խխունջները, հայերին եթե ասենք, որոնք չեն հասցրել փակվել, նրանց սպաները, սրանց տղաները պետք է գնային ողերմություն պահանջեն եւ հետ չպետք է վերադառնային, այսինքն հայկական ռազմական կուլտուրան հետ չէր վերադառնում։ Ես ինչի եմ միշտ խոսքը տանում դեպի ռազմական կուլտուրան, որտեղ առանձնահատուկ, որովհետեւ այստեղ Վազգեն Սարգսյանի հարցն է, որը ստեղծեց հայկական բանակը, հայկական մարտունակ եւ մարտական առումով կար ժամանակ, եթե չեմ սխալվում, մենք համարվում ենք աշխարհի առաջ հետևակը։
որովհետև բանակը դա ֆունկցիա չի, բանակը դա մշակույթի կենտրոնն է։ Ուզենք դա, թե չուզենք, մենք դա մի օր կհասկանանք։ Լավ է շուտ։ Լավ է շուտ։ Մենք եկանք այն եզրակացության, որ մեզ հայերից պակասում է պետական մտածողությունը, այո։ Մեզ հայերից պակասում է հայտարարված ազգային ներսում հայտարարված, որտեղ կարող է մեզ ասել, դուք ֆաշիստական գաղափար ունեք, ասում ես եղբայր ջան, եթե մենք չենք դուրս գալի տանկերով ձեր վրա, դա մեր տան որոշումն է։ Ես մեր տանը որոշել եմ, որ մենք պետք է լինենք ամենաբոյովները, ասենք թե, ոնց որ սա բոլոր կոլոտները ցանկանում են բոյով լինել, եւ դա ստեղծում է իմ տան մեջ կոնստրուկտիվ իրավիճակ։ Ես դրանով եմ ապրում։ Ոնց որ հիշում եք Ֆրանկոն փակեց երկիրը, ոչ կոմունիզմ, ոչ ֆաշիզմ, աշխատեց Կաուդիլյոնի ներսում, աշխատեց իսպանական ասպետության գաղափարի վրա, որ իսպանական աշխարհ գոյություն ունի լատինական եւ այլ, Աստված իրանց հետ աշխատեցին, բայց նրանք ունեին լուրջ ֆիլիսոփաներ, նրանք ես խոսքը տանում եմ մտավորականության մասին, որովհետև այս բոլորը եւ երկրապահի օտարացումը, ոնց որ երկրապահին մենք վերաբերվեցինք, այդպես երկրապահը մեզ։ Որովհետև ես հպարտանում եմ, որ ես երկրապահ եմ։ Ես երևի Աստծոց դե քանդակի շնորհք եմ ստացել, ներողություն անհամեստությանս համար, մի այսքան։ Իսկ ստեղ հողի վրա ստացել եմ այդ պատիվը համարվել երկրապահ եւ երկրապահի բոլոր այն անդամները, որ մենք ասում ենք պատահական մարդիկ, չկան պատահական մարդիկ, միջև չի հայտնաբերված մեղքը։ Մենք մեղավորին ենք ուզում գտնենք չհայտնաբերելով մեղքը։ Պատահական, միշտ է պատահական կլինի մեր մոտ, որովհետև ինձ համար նա է պատահական, նրա համար ես։ Այդ ինչն է, որ մեզ հավասարեցնում, ինչի վրա ենք մենք կողմնորոշվում։ Մենք շատ ենք խոսում այսօր, որ հոկտեմբերի 27-ի դեպքը եղավ, որովհետև երկրում տիրում էր այսպես բարոյահոգեբանական իրավիճակից եղավ, այսպես ասենք։ Բայց ինչու այդ դեպքում չենք տեսնում մենք մտավորականության մեղքը։ Չէ՞ որ մտավորականներն են մեղավոր, որ չկար այդ արժեքային համակարգը, չկա որ չէ՞ որ մտավորականները պետք է ստեղծեն այդ ամենը։ Միայն մտավորականներն են մեղավոր։ Ընդհանրապես մարդ օրգանիզմի, ինչ-որ ազգ օրգանիզմի գլուխն է մեղավոր, ոտքերը քիչ հավանական է, բռունցքը մանավանդ։ Նու մնացած մասերը չեմ ասում, որովհետև գլխին են հարվածում, որովհետև Աստծո դատի առաջ կանգնում է մտավորականը, որը շատ է գիրք կարդացել, շատ է նրան տված, շատ էլ պահանջվում է։ Իհարկե մտավորականները պետք է աշխատեն, բայց քանի որ մեր մոտ մտավորականները կամ կուսակցական են, կամ մասնագիտական են, կամ ուրեմն օտարացած, մենք ունենք մի կողմից ուրեմն էթնոգրաֆիկ կազմ, մյուս կողմից արիստոկրատ կազմ։ Մենք ես հիշում ես ասեցի Հռոմը ոնց քանդվեց։ Մնացին պլեբեյները եւ պատրիցիոսները, սրանք ուզում էին ուտելիք, սրանք ուզում էին նայելիք, վերացան նժույգավարները, այսինքն ձիավորները, վսատնիկները, այսինքն վերացավ ծառայողական սիստեմը, այսինքն մտավորականությունը, հենց որ մտավորականությունը թուլանում է, սիստեմ չես կարող ստեղծել։ Իսկ մտավորականը ամեն չքրտնող բան աշխատելուց մտավորական չի։ Մենք կարող է մասնագիտությամբ լինես նկարիչ կամ բժիշկ, բայց դու չլինես մտավորական։ Մտավորականը դա առաջերտին քաղաքացի է եւ հայրենասեր։ Այսինքն ասածն ու արածը նույն տեղում։ Այսինքն նա պետք է իր կյանքով սեփական անձի օրինակի վրա, իդեպ բանակում այդ օրինակը, միայն երբ որ սեփական օրինակով ես անում, այդ իրավունքը ստանում ես զինվորից կոչվել հայր, լինելով օտար տղամարդ։ Այսինքն մտավորականը պետք է լինի կենտրոնաձիգ, իսկ այսօրով մենք որպես ինստիտուտ թերևս միայն բանակը եթե կարողանա մտավորականություն, դաշտային մտավորականություն կերտել, դաստիարակիչներ, որովհետև բանակի ազգի դաստիարակությունը պետք է թափանցիկ լինի, ուսուցումը բանակի պետք է անհայտ լինի, իսկ մեր մոտ հակառակն է, դաստիարակությունը սանկցիաներով է, պատիժներով է, ոստիկանությունով է, եւ բանակը դառնում է պատուհաս, վախենում ենք սեփական բանակից։ Այսինքն այն զինվորը, որը ծառայում է այդ բանակում, չգիտի ինչի համար է ծառայում։ Հա, դե ոբշեթը հիմնականում իհարկե, որովհետև ընդհանուր ազգը չի հայտարարել հայկական, մենք ներող ենք, վերցնող ենք, բայց մեր նախաձեռնությունը ո՞րն է։ Մենք ներելու ենք Թուրքին։ Ոնց թե հիմա շատերը կասեն։ Լավ, գնալու ենք, բնակվում ենք, ոնց թե մյուս կեսը կասի։ Եվ այս միշտ հավերժ հավակնություններ եւ անհամապատասխանությունը բերում է մեզ վաղ թե ուշ այն վիճակի, որ մեր անհատը այսենց օտարացված է, այդ դեպքերից հետո թվում էր ժողովուրդը պետք է ոտքի կանգնել, գար ասել, ոնց եղավ, թեկուզ մերոնք
Ոչ այս կողմից, ոչ այն կողմից, հասկանում ես ինչա տեղը, տարածած, այսինքն սա ձեր կոոպերատիվն է, մենք էլ մեզ համար, մենք ժողովուրդ, դուք կառավարություն, այո տարածում, անտարբերությունից սարսափելի բան չկա, ջան, գնահատանքը դա փողը չի, երբ որ ես ասում եմ նկարիչին, նժդեհին, Քոչարին, Սայաթնովային գնահատել է պետք է չի նշանակում, որ փողոցների անուններ է պետք դնել կամ հուշարձաններ դնել, նախ պետք է որդիներին դաստիարակել նրանց նման լինել, իսկ մենք մեռած լուսանկարը կպցնում ենք, իսկ ինքներս դաստիարակում ենք լրիվ հարմարվողական կոմպրոմիսի տակ։ Հետո հենց ծնվում է մեկը, որը համաձայն չի դրա հետ գնում, զոհվում է նորից նա չի դառնում մեր դաստիարակությունը։ Վայեն ազգին, որը սիմվոլներով միայն ուզում է բան եկեղեցի սարքենք, բայց Աստված մեր սրտում չլինի։ Իսկապես այդպես։ Իհարկե։ Դրա համար աղավներն են շատ օգնել Հայաստանում։ Իհարկե, որովհետև մեր այսօրվա եկեղեցին հնա հոտը բանակն է մեր մտավորականության հոտը, ուր է մեր մտավորականությունը բանակի մասին, մեկն ու մեկը մտածում է բանակի խնդիրների մասին։ Բանակը դա ինչ մինիստրության գործ չի։ Բանակը 10 միլիոն ազգի գործն է եւ Սփյուռքի գործն է։ Չեմ ասում, թե Սփյուռքից ու մեր մի կտոր մայր հայրենիքից խոսալուց դա առանձին խոսալու թեմա է, թե ինչ հարաբերություն է, սրանք նրանց որպես կթանկովի, նրանք սրանց որպես խոպանի։ Որովհետև ամեն գնացածին ասում ենք բախտը բերեց։ Էլ չենք հասկանում, որ դա դժբախտության երևույթ է, որ մենք ունենք Սփյուռք։ Այո։ Այսօր այնպես իրավիճակ է ստեղծվել, որ ժողովուրդը չի վստահում, ոչ մի պետական ինստիտուտ չկա, որին մենք կարողանանք վստահել, որին ժողովուրդը կարողանա վստահել, ոչ մի քաղաքական գործիչ չկա, ոչ մի այդպիսի ընդհանրապես գործիչ չկա, որին վստահի ժողովուրդը, որն է ելքը ձեր կարծիքով։ Ելքը պետք է ոչ թե կուսակցական շարժումներ սկսվեն, այլ հասարակական շարժում, որովհետև չի կարելի լինել իմպոտենտ եւ ենթադրել, որ կարելի է ընտանիք կազմել։ Այսինքն, եթե այսենց օտարացած եւ անտարբեր է հասարակությունը, ինչ մանիպուլյացիա մենք անենք, Անիջան, ինչ մեթոդներ կիրառենք, ինչ նմանվել, ինչ պարլամենտը ֆրանսիական, բանակը ռուսական, ինչ ուզում եք անենք, այս բոլորը կապկացում է, այս բոլորը ոչ մի բանի չի բերի, որովհետև պետք է առաջի հերթին, որպեսզի թեկուզ որոշել, որ այս որդին ռուսոն է ասել, վայեն ազգին, որը չի կարող խրախուսել լավագույններին եւ պատժել վատագույններին։